Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք մեր թողարկումը առաջին լրատվականի եթերում կրկին Կիրակ Նորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Դե ինչ, դեռ պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել, սակայն Հայաստանում ներքին քաղաքականությունն ընթանում է ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ։ Դիրքավորվում են քաղաքական ուժերը, նաև այսպես կոչված քաղաքական ուժերը, ովքեր մաս են դարձել Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի։ Փաստորեն Հայաստանում բոլոր նախադրյալները ձևավորվել են, որպեսզի ընտրապայքարը արդեն մինչև հունիսի 7-ը ընթանա հենց հիբրիդային պատերազմի պայմաններում։ Այստեղ միայն կուսակցական տրամաբանությունը երևի թե չբավարարի, որովհետև պետությունն էլ նաև պետություն է նրանով, որ արբիտրի դերն է վերապահված պետությանը եւ արդար մրցակցության պայմանները պետք է ստեղծի հենց պետությունը, այնպես ինչպես մրցավարները ցանկացած սպորտում, հա, էլ դոպինգ կոնտրոլ, էլ ազնիվ մրցակցության կանոններ եւ այլն։ Մինչդեռ մենք տեսնում ենք լրջագույն խախտումներ։ Ընտրակարգը տարբեր, այսպես նախանշաններ կան, որ ոմանք պլանավորել են ուղղակի համակարգային ձևով, այս ամենը պետք է մի մեխանիզմով աշխատացվի, իսկ այն ինչ իրավապահ մարմիններն էլ հայտնաբերում են, դա միայն, ինչպես ասում են, այսբերգի երևացող մասն է։ Եվ այդ ընդհանրացման հետևություններն անելու է պետությունը, թե ոչ, դժվար է ասել գոնե այս պահին։ Փորձենք գնահատել քաղաքական պահը եւ ուրվագծել ձևավորվող միտումները։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը, բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դե ինչ Տիկին Ղազարյան, դուք էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի անդամ որպես մասնակցում եք այս նախընտրական գործերին, իհարկե մի կողմ չդնելով օրենսդիր գործունեություն ունել եւս, բայց այնուամենայնիվ դուք ինքներդ տեսնում եք ինչ մթնոլորտում է այս ամենն անցնում, ով ինչ է անում եւ ինչ է ուզում անել, ինչ է մտադիր անելու, հա, ովքեր են բռնվում, ինչ են ասում, ինչ չեն ասում, իդեպ դրա հետ կապված վարչապետն էլ իր երեկվա կառավարության նիստին հաջորդած այդ ճեպազրույցի ժամանակ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասամբ նաև դրան անդրադարձավ։ Կցանկանայի ձեր գնահատականը, այսպես ասենք, ընթացիկ քաղաքական պահի, համեցեք։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան հարցերի համար, ես ում ասա շատ հետաքրքիր եւ արդիական հարց է այսօրերին քննարկելու համար, ես երբ որ ձեր հրավերը ընդունում էի, ես դեռևս չգիտեի, որ ընդդիմադիր տեխնացուի հետ եմ հանդիպելու, բայց այսօր ճանապարհին լրահոսից տեղեկացա, որ դուք նույնպես առաջադրված եք եւ ընդդիմադիր կուսակցություններից մեկի տեխնացու եք եւ հետեւաբար այս տաղավարում կարծում եմ սեթեվեթելու կարիք չկա, թե մենք լրագրող պատգամավոր հարաբերությունների մեջ ենք, այս պահին մենք երևի թե կարելի ասել սա մի տեսակ նախընտրական խոսակցության երկու տարբեր թիմերի հարթակ է։ Բայց ես ձեզ խոստանում եմ, որ դեբատի մթնոլորտ չի։ Եվ ես ընդհանրապես դեմ չեմ լինի, նաև եթե մանավանդ քաղաքական գործիչներ եք հրավիրում տարբեր քաղաքական թիմերից, հենց երկխոսություն օգնեք որ կայանա, որովհետև առանց այդ էլ դրանք քիչ հարթակներում են կայանում։ Հիմա կարելի ասել հանրապետության կուսակցության տեխնացուի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուի միջև խոսակցությունը հնարավորինս կառուցողական, ինչպես միշտ եղել է, դա գիտեք որ
մենք միշտ մեր բոլոր խոսակցությունների ժամանակ մենք գրեթե չի եղել խոսակցություն, որ ամեն ինչում համաձայն լինենք։ Ինչ վերաբերում է օրենսդիր եւ նախընտրական գործունեությանը, ասում որ դրանք իրար չեն հակասում, ընդհակառակը օրենսդիր գործունեությունը միշտ նախընտրական գործունեություն է, եթե գիտեք օրենսդիրների համար չկա պահանջ, որ իրենք պետք է քարոզարշավանելու համար պարտադիր աշխատանքից հետո կամ արձակուրդ վերցնեն եւ այլն, որովհետեւ հենց քաղաքական եւ օրինակ չգիտեմ, վարչական աշխատողների, քաղաքացիների համար դա արգելված է, կամ գործադիրի համար իրենք ընդհանրապես պետք է արձակուրդ վերցնեն։ Ի տարբերություն մեզ, որոնք ամենաքաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ են։ Դե յուրը համատեղելի է։ Եվ հետեւաբար մեր ամբողջ հնգամյա գործունեությունը ինքն անդադար նախընտրական գործունեություն է, մեր ընդունած օրենքները, մեր ելույթները, մեր աշխատանքը եւ այլն։ Հետեւաբար ոչ միայն համատեղում եմ, այլ այդպես է ստացվել ի բնե, հա, կարելի է ասել, օրգանիկ այդպես է ստացվել, որ նախընտրական եւ օրենսդիր գործունեությամբ միաժամանակ եմ զբաղվում։ Ինչ վերաբերում է այս նախընտրական խախտումներին, որոնց վերաբերյալ ես կարծում եմ երևի այս բանը հարցի մեծ մասը հիմնական դրան էր ուղղված եւ ես որոշակի դժգոհության նոտաներ եմ զգում, հա, այդ բանի մեջ դեր կողմից։ Ես ենթադրում եմ, որ որպես ավելի փոքր եւ միգուցե նաեւ ավելի պակաս ռեսուրսներով քաղաքական ուժի դուք զգում եք անհավասար մրցակցության տարեր այստեղ, բայց նաեւ ինձ համար շատ տարակուսելի է, որ քաղաքական մի ուժը քաղաքական իշխանությունից ակնկալիք ունի, որ կամայականորեն ընդդիմադիրների նկատմամբ որոշումներ կայացվեն քաղաքական տրամաբանության մեջ։ Կամայականորեն չէ։ Քաղաքական տրամաբանության մեջ կուսակցությունների նկատմամբ որոշումներ չեն կայացվել եւ չեն կայացվելու, այսինքն ակնկալել քաղաքական գործիչներից այդ որոշումները չի լինելու, կա օրենսդրություն, օրենսդիրը սահմանել է թե ինչ կարող է տեղի ունենալ։ Տիրությունով է անելու այդ օրենսդրությունը։ Այդ օրենսդրությունը կա, գործում է եւ ես կարծում եմ, որ մանավանդ ավելի փոքր կուսակցությունները եւ մանավանդ ավելի երիտասարդ կուսակցությունները պետք է զգուշ լինեն, որովհետեւ երբ որ իշխանություններին ակնկալիք կա, որ իրանք աչուձախ քաղաքական կամայական որոշումներ, հայեցողական որոշումներ կայացնեն, մի օր ձեռքին հաջողվելու։ Ինչ վերաբերում է օրենքին, ինչա օրենքը նախատեսում ընտրախախտումների հայտնաբերման դեպքում նախընտրական շրջանում, օրենքը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրություն նախատեսում է անհատական պատասխանատվություն։ Ես ենթադրում եմ, որ դուք կուսակցական պատասխանատվության մասին եք խոսում, բայց բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված կլինեն հանցագործությունների մեջ, իսկ դրանք հանցագործություններ են։ Իսկ դրանք հանցագործություններ են, անկախ նրանց կարգավիճակից, նրանց խոցելի խումբ լինելուց, չգիտեմ, ընտանեկան կարգավիճակից, զինվորի մայր լինելուց, չգիտեմ, մանկահասակ երեխա ունենալուց եւ այլն, այդ բոլոր հանցագործությունները, եթե ապացուցվի, որ դրանք կատարվել են իրական հանցագործությունները, եւ նրանք պետք է պատասխան տան Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով եւ փառք Աստծո, Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի նաեւ կանանց քրեակատարողական հիմնարկ, այդ կանանց քրեակատարողական հիմնարկում երբեմն հանցագործ կանայք նույնիսկ ծննդաբերել են եւ իրենց երեխաներին համար քիչ թե շատ բավարար պայմաններ կան եւ մենք շարունակում ենք քրեակատարողական հիմնարկները լավարկել, այնպես որ թող չան հանգստանան այն մարդիկ, ովքեր նստելու են այդ քրեակատարողական հիմնարկների վիճակի կապակցությամբ եւ որևէ բան չի ազատելու պատասխանատվությունից, որտեղ ես կարծում եմ, որ ընտրակաշառքը սարսափելի հանցագործություն է, ընտրակեղծարարություն սարսափելի հանցագործություն եւ ընդհանրապես հանրային մեծ վտանգ այո, մեծ վտանգ ներկայացնում եւ պետքա նաեւ մտածել են մասին, թե արդյոք այդ երեխաների վրա վնասարար ազդեցություն չի թողնում այդպիսի ընտանիքի անդամներ ունենալը եւ միգուցե այդ երեխաների համար նույնիսկ ավելի ապահով կլինի, հա, հեռու մնալ այդպիսի մարդկանցից եւ ցավալի է, որ Հայաստանում կան մարդիկ, կան նույնիսկ երիտասարդներ, ովքեր ներգրավված են դրա մեջ։ Օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը նախատեսում է անհատական պատասխանատվություն, բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված կլինեն, իրանք անհատապես պատասխանատվության կենթարկվեն կամ մի դեր ասած օրենսդրությունն եմ, հա, փորձում բացատրել ձեր ասացի տրամաբանության մեջ կամ մի տարբերակ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախընտրական շրջանում
այս նախընտրական քարոզչության շրջանում, որը պետք է մայիսից մեկնարկի, համակարգային ներկայացած ծառայությունն է նկատում, բայց այստեղ հայեցողության իհարկե որոշակի շեմ կա, որպեսզի դիմի դատարան եւ դատարանը կարողանա կասեցնել կուսակցության գործունեությունը։ Ես հույս ունեմ, որ բան դրան չի հասնի եւ հույս ունեմ, որ սա կանխարգելիչ միջոցառումները հակակոռուպցիոն կոմիտեի իրենց արդյունքը կտան եւ մարդիկ իրենց նախընտրական հիմնադրամից նախատեսված միջոցներով իրենց ծախսերը թափանցիկ կանեն եւ այն մարդիկ, ովքեր այս պահին արդեն հայտնաբերված են եւ քրեական պատասխանատվություն կրեն, դրանով կսահմանափակվեն եւ ես իսկապես շատ լուրջ հույս ունեմ, որ ծայրահեղ միջոցների դիմելու կարիք չեն դնա հայաստանյան ինստիտուտները, մանավանդ երբ որ այս դրվագները ցույց են տալիս, նախորդ արդեն տեղի ունեցած դրվագները ցույց են տալիս, որ հակակոռուպցիոն կոմիտեն քնած չէ, հակակոռուպցիոն կոմիտեն անունակ չէ, անգործունակ չէ, հետեւաբար բոլորի հետևից գնալու է, հետեւաբար չի կարելի այդ բանը լինել, էլի այնքան ապահով լինել, որ մենք հանցագործություն կգործենք եւ մեզ չեն նկատի, իդեպ նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ երբ որ մենք նոր ենք ավելի նախընտրական, նախանախընտրական շրջանում էինք, սրանից մի քանի ամիս առաջ ավելի կամահրանքով էր այս հարցը տրվում, թե արդյոք հայաստանյան ինստիտուտները պատրաստ են որևէ կերպ արձագանքել, եթե միջամտություն լինի կամ որևէ ընտրակեղ ծառայության փորձ լինի, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, թե որքան պատրաստված են այսօր մեր մարմինները, ինստիտուտները համեմատած 21 թվականի հետ, որովհետև օրինակ 21 թվականի ընտրակեղ ծառայության դրվագների մասին մենք իմացել ենք ընտրություններից հետո միայն նախընտրական շրջանում, որևէ մեկը չի վերջնվել։ Եվ այդ կապակցությամբ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել նախընտրական շրջանում մեր ինստիտուտների պատրաստակամությունից, աշխատանքից, եւ ես վստահ եմ, որ որքան շատ լինեն ուղղորդված քվեարկությունները, այնքան շատ են լինելու բացահայտումները, եւ ես հույս ունեմ, որ ոչ մեկ այդպիսի արկածախնդրության չի դիմի, մանավանդ այս պահին, որ ակնհայտ է, որ դա ընդ որում ընդունեք, որ սա նաև քաղաքական իմաստ ունի։ Սա օրինակ եթե ինչ-որ մարդիկ կային, որ մտածում էին, այ ինքը այլընտրանք իշխանություններին գնանք ընտրենք, ոնց որ աշկը կուշտ չէ, այսպեսի ինչ-որ բաներ կային, կուշտ մարդը քաղաքական դրդապատճառով պայմանավորված կաշառատվություն կամ կաշառառություն։ Եվ երբ որ մարդիկ մտածում են, դե ինքը աշկը կուշտ է, գնանք իրան ընտրենք, տեսնում են ինքը կուշտ է, մնացածը չգիտեմ ինքը կուշտ է թե կուշտ չի, արհեստական բանականությունից այդ մասին ոչինչ չի ասա, բայց իր շուրջ բոլորը մնացածը անկուշտ են։ Եվ մարդը ոնց որ դրանից կարա եզրակացնի, գնա եւ օրինակ եթե մեզ չի ուզում ընտրել, մի ուրիշ երրորդ փոքր ուժի ընտրի կամ նույնիսկ կամեզ ընտրի, բանի այդ ինքնապաշտպանական ռեակցիայից ելնելով, որովհետեւ մարդիկ կարող են ազնիվ մղումներով ուզենալ իրենց ընտրել, բայց երբ որ ինքը տեսնում է, որ անազնիվ գործելավոճ է որդեգրել, ավելի հավանական է, որ իրենց ընտրողներ կգնան, քան իրեն ընտրողներ, այսինքն այստեղ նաև քաղաքական իմաստ կա դրա մեջ, երբ որ ես շարունակաբար խնդրում եմ մրցակցային պայմաններում շարունակել, բայց այն ինչ որ դուք ակնկալում եք քաղաքական գործիչներից, այսինքն ես պետքա որոշեմ ով մասնակցի, ով չէ, ոչ, ամեն կուսակցություն իր համագումարով ինքնավորոշել, ինքը մասնակցում է, թե չէ, ԿՀ դիմաց թղթերով ինքնավորոշել մասնակցում է, թե չէ։ Չէ, այդտեղ մենք տրիվիալ ճշմարտությունների արձանագրման կարիք չունենք, այդ պարզ է, դա հասկանալի է այդ ամենը։ Ուղղակի տեսեք, այն ինչ որ հակակոռուպցիոն կոմիտեն անհատների առանձին որ հայտնաբերում է, հա, սա կա երկու տարբերակ։ Դրանք ինչ որ ինքնագլուխ գործունեություն ծավալած անհատներ են, հա, որոնք ի հեճուկս իրենց ազնիվ կուսակցության քաղաքական գծի ինչ որ ղալատներ են արել։ Որոնք եկել եւ բացահայտել է մեր հակակոռուպցիոն կոմիտեն։ Տարբերակ A եւ տարբերակ B։ Այն ինչ հայտնաբերել է հակակոռուպցիոն կոմիտեն արդեն լավ դասավորված ենթակառուցվածքի մի ինչ-որ Իսկ որին եք հակված։ Մի հատ ես իհարկե հակված եմ երկրորդին, բայց ես իմ հարցը հետեւյալը չի, որ դա դուք պետք է որոշեք եւ ձեզանից ես հիմա ակնկալում եմ որոշում, մի հատ էլ գրպանից կամ պայուսակից կհանեք կնիքը եւ որոշման վրա կխփեք։ Դրա մասին չի խոսում, բայց ես ուզում եմ ասել այդ որ անհատապես պատասխանատվության կկանչվեն այդ անհատները, ովքեր այդ բանն արել են, իսկ քրեաիրավական գնահատական այս ամենին հենց այդ համատեքստում տալու
հնարավորությունները դուք ինչպես եք գնահատում։ Պարոն Մեհրաբյան, ես չեմ կարող քրեական գործի վերաբերյալ գնահատական կամ ասեմ, կարողությունների առումով մենք տեսել ենք ինչ տեմպերով են աճում մեր իրավապահների կարողությունները եւ ըստ ընդհանրապես նաեւ խիստ վերապահում են մեր քննադատությունների նկատմամբ, որովհետեւ ճիշտ է, իրանք կատարյալ չեն, բայց այն վիճակում ինչ որ մենք վերցրել ենք, հա, իրավապահները որպես ինստիտուտներ, ընդհանրապես համեմատության եզր չկա եւ ես վստահ եմ, որ նաեւ այդ խոսակցությունները գիտեք, որ կա ուրիշ երկրներից ուղղորդված քվեարկության նկատող, այդ ուրիշ երկրներից եկած ուղղորդողներին էլ են բռնել։ Ես վստահ եմ, որ այսօրվա իրավապահ համակարգը այդ ունակությունը ունի։ Ինչ վերաբերում է քննությանը եւ քննիչներին, ես չեմ կարող քննության մասին գնահատական տալ, հասկանում եք, ոնց որ կարա օբյեկտիվորեն բարձր, որ ինքնագլուխ գործունեություն է։ Հիմա մենք ոնց որ ունենք կանխավարկած եւ համոզում մեկը մյուսից զանազանելու կարողության մասին։ Ես սրան որպես կուսակցության ներկայացուցիչ հա պատասխանեմ։ Մենք ունեցել ենք նախընտրական քարոզարշավ սրանից մի 2 ամիս առաջ, որի ժամանակ մեր կուսակցության անդամներից մեկը բարեգործություն էր անում, որ ինքը տեխնացու չէր, բայց կուսակցական էր այդ տարածքում բարեգործություն էր անում։ Երևի խոսքը Վաղարշապատի։ Այդ մեր կուսակցականը հիմա գտնում է տնային կալանքի ներքո եւ ինքը իր նկատմամբ քննություն է ընթանում։ Ես հիմա որպես կուսակցության ներկայացուցիչ, որը ընդհանրապես ներգրավված չի եղել, ներքաշված չի եղել այդ պատմության մեջ եւ նույնիսկ չգիտեմ, հա, ես չեմ ուզում քննության վերջնարդյունքը բարձրեմ։ Ուղղակի գիտենք, ընդունում ենք գիտություն, որ եղել է մի հատ դեպք մեր կուսակցության հետ կապված, ընդ որում մի հատ կարա ձերի մի հատ էլ կարա ձերի հետ կապված լինի։ Դուք ել եք դատապարտել ձեր կուսակցականը։ Համաձայն եմ։ Բայց մենք ստեղ շարունակենք արդարացում ենք լսում։ Եկեք շարունակեմ, էլի։ Եթե օրենսդիրը ինստիտուտների ձևի աշխատելու ձևի մասին եմ խոսում, հա, ինստիտուտը չի կարող տեսնել, վայ Ռուբեն Մեհրաբյանն է ինքը ոնց որ ազնիվ պարկեշտ մարդ է թվում։ Այն մյուսը, չգիտեմ, Պողոս Պողոսյանն է եւ բավականաչափ պարկեշտ չի թվում, հա, աչքերը դուրս չեն գալիս։ Ինստիտուտի դիտանկյունից մենք բոլորս նույն կուսակցություն ենք։ Հետեւաբար, եթե մենք ես որպես օրենսդիր կարգավորում գրեմ, որ եթե ընտրակաշառքի դեպք ա եղել, պետքա կուսակցությանը արգելել, ես ինձ եւ մեզ կդնենք խոցելի վիճակում, հասկանում եք, բանկ ուղարկեն, գործականներ կուղարկեն եւ մեզ հասկանում եք, չէ՞ ինչքան սողանցքներ կարող լինեն։ Բայց եթե համակարգային է, որում եթե համակարգային է, ես վստահ եմ, որ քննություն կպարզի արդյոք համակարգված է եղել, թե օրինակ ասենք ինչ որ գործակալական ցանց են ուղարկել այդ կուսակցության մեջ իրանք ասում որ տենց կանխավարկածներ են առաջ քաշում։ Այսինքն ես չեմ էլ ուզում հա մտնել այս խոսակցության մեջ, մանավանդ նախընտրական շրջանը հասկանում եք, ես իշխանություն եմ ունեմ ազդեցություն, ես չեմ ուզում մտնել այդ խոսակցության մեջ։ Ես եթե պարզվում որ համակարգված է, այս քննությունը, ես քննությանը այս պահին քննության տրամաբանության վստահում եմ, որ այդտեղ իրենք այդ հիմքերը տվել են։ Այդ ժամանակ արդեն իհարկե մեկ այլ ինստիտուտ է աշխատել, մի քանի այլ ինստիտուտների աշխատել հերթն է գալիս, առաջին հերթին կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իսկ այնտեղ ես նույնպես վերապահում չունեմ, որովհետև հիշում եք, երբ որ մենք ընտրում էինք Վահագն Հովակիմյանի նրա նկատմամբ խիստ վերապահումներ հնչեցին տարբեր միջազգային պետական քաղաքացիական հասարակության կողմից միջազգային ինչ-որ մարմինների կողմից, բայց մի տարի հետո, 2 տարի հետո այդ մարդու այդ կառույցի վերաբերյալ, այդ կազմակերպության վերաբերյալ բոլոր զեկույցները, որ եկել են, անբիծ ընտրություններ անցկացրել առանց որևէ նախապատվության եւ վերապահման, ընդ որում ի տարբերություն լիք այլ հարցերի, որ մենք արել ենք, մեզ քննադատել են, հետո պարզվել է, որ սխալ ենք արել։ Իսկ Վահագն Հովակիմյանի դեպքում պարզվել է, որ այդ սխալ չէր։ Հիմա ես այդ ինստիտուտին եմ վստահում եւ եթե ինձ եք հարցնում, իմ խնդիրը այսօր Հայաստանում եւ սրանից հետո Հայաստանում նախկինում այսօր եւ վաղը լինելու է, որ ես ինստիտուտներ կայացնեմ, ոչ թե ասեմ, գիտեք ինչ կա, ես ոնց որ լավ մարդ եմ, իմ կուսակցություն լավն է, ես ժողովրդավար եմ, եկեք մենք իրանց փակենք, թող մենք ժողովրդավարներով առաջ գնանք։ Դրա մասին չի խոսքը։ Այդ կամայականությունը միշտ հակաօրինական է եւ չպետք է լինի, այդ քննարկման բան չի։ Տիկին Ղազարյան, տեսեք, այստեղ շատ մի կարևոր նրբություն կա։ Դուք տեսնում եք կան քաղաքական ուժեր, ովքեր բաց տեքստով Հայաստանի սուվերենությունը դնում են հարցականի տակ։ 1. Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերվում են տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը, եւս դնում են կասկածի տակ։ Եվ ըստ այդմ
դուք եք իրենց կոչել պատերազմի երրագլուխ կուսակցություն, ինչը ուղղակի այլ կերպ դժվար կլինի կոչելը եւ այդտեղ ես բանավեճ չունեմ։ Հիմա դա ինչ կոչվում ընդդիմությունը դա շահերի խումբ է, որը ձեզ հետ պետք է քննարկի պետություն պետք է լինի, թե պետություն պետք է չլինի, թե այնուամենայնիվ դա այլ ձև է կոչվում, բայց ոչ ընդդիմություն, դա մեկ, երկրորդն էլ ընդդիմությունն էլ հակառակն էլ նենք, հա, այնպես է ստացվում, որ գոնե 21 թվականի դասավորությունը վերեց հանգեցրեց դրան, որ մենք դուք սրան, նրան ասում եք մեր ընդդիմադիր գործի, բայց մենք տեսնում ենք ձեր սիրելի ընդդիմադիր գործիչները դա Վլադիմիր Պուտինի տարբեր բերաններն են, ուրիշ ոչ մի բան։ Եվ դա կարելի է կոչել ամեն ձև, բայց դա ոչ ընդդիմություն, էլի։ Սա ձեզ ձեռնատու է, ի վերջո, թե չէ։ Պարոն Մեհրաբյան, որպես քաղաքական գործիչ ես հասկանում եմ ձեր քաղաքական հայտարարության ամբողջ իմաստը։ Եթե ձեր փոխարեն այդ ընդդիմադիրներից որևէ մեկը նստած լիներ այդտեղ, ինքը ուրիշ քաղաքական հռետորաբանություններ ունենալու, ասելու էր, որ ոնց որ դրա այդ գուբերնացման հակառակը վիլայեթացումն է, Պուտինի տեղը չեմ հիշում, Էրդողանն է, ինչ որ ոնց որ նույն տեքստերը, ասենք պետությունը կասկածի տակ դնել տեղ փոխարեն դավաճանությունն է, ասենք դավաճանությունն էլ է, չէ՞, մի սարսափելի մեղադրանք։ Հիմա եթե այդ քաղաքական հռետորաբանությունից դուրս գանք եւ տեսնենք ինչ է իրականում տեղի ունենում, իրականում տեղի ունենում է, որ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները դուրս են գալիս քաղաքականությունից սահուն կերպով, որովհետեւ չեն դիմադրում գործող իրողությունների։ Իհարկե իրենք վերաձևակերպվում են, չէ՞, մի հատ sense հետաքրքիր նախադասություն կա, ասում են Ռոբերտ Քոչարյանը իր դեմքով է մասնակցում ընտրություններին, կասես կարելի է ուրիշի դեմքով մասնակցել։ Զարմանքա չէ առաջացնում, բայց իհարկե կարելի է, օրինակ Սերժ Սարգսյանը ուրիշի դեմքով կարող է մասնակցել եւ մի քանի ուրիշ դեմքերով մասնակցում է։ Իհարկե, սա հրաշալի օրինակ է, այս ուժեղ Հայաստանի կամ, չգիտեմ, ուժեղ ՏԱՊՌ-ի օրինակը ցույց տալու, թե ոնց է աշխատում այդ մեխանիզմը։ Եթե դու օրինակ նույնիսկ բնական ճանապարհով դուրս է մղվել, հա, այլ չեմ ասում, եթե արգել ես ինչ որ կերպ էս ուժին, այդ փողերը գնալու են լցվեն մի հատ ուրիշ բանի մեջ ու դառնան ուրիշ կուսակցություն, էլի ոտ առաջ գան։ Ուրիշ անոթի մեջ, ուրիշ անոթ գտնել լցվեն մեջը։ Եվ հա, այդ ոնց որ դրա դեմը առնելու լավ ձևը, այդ չի, դրա դեմը առնելու լավ ձևը խոսելն է մարդկանց հետ։ Ես հիշում եմ, գիտեք, պարոն Մեհրաբյան, երբ որ մենք նոր էինք ընտրվել 2019 թվականի առաջին նիստերից մեկն էր Էդմոն Մարուկյանը, որը վստահ էր, որ ինքը հանճարեղ քաղաքական գործիչ է, վեր կացավ եւ ասաց, որ եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեր, ես կլինեի առաջին ընդդիմադիրը։ Գագիկ Ծառուկյան վեր կացավ իր միակ ազգային ժողովի այդ ելույթի մեջ, ասաց, պարոն Մարուկյան, եթե ոնց որ կլասիկ ջան, հենց տենց էլ ասաց, եթե Նիկոլ Փաշինյանն էլ չառաջադրվեր, դու կլինեիր առաջինը։ Եվ դա ճիշտ է։ Իրական եթե օրինակ մեկ չառաջադրվենք, ոնց որ բարձրամրցակցություն կբարձրանա, բայց հիմա ինչի մասին է խոսակցություն։ Խոսակցությունը այն մասն է, որ Գագիկ Ծառուկյանը չեղավ, Էդմոն Մարուկյանը էլի չեղավ երկրորդը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը չի լինի, Էդմոն Մարուկյանը էլի չի լինելու երկրորդը։ Խոսքը քաղաքական մրցակցության մասին է։ Երբ որ դուք համահրանքով են, որում հեգնանքով երբեմն ասում եք, որ մենք էլի հույսը դրել ենք ժողովրդի վրա, հա, ընտրությունը այն օրն է, երբ որ քաղաքական որոշումները կայացնում են մարդիկ, ժողովուրդը ամեն մեկը անհատապես կայացնում է այդ քաղաքական որոշումը, եւ դրա համար ենք մենք մեր նախընտրական կարգախոսը ձևակերպել տեր կանգնել խաղաղության, որովհետեւ ամեն մարդ ինքը պետք է որոշի, ինքը տեր կանգնում է այս իրավիճակում, այս առաջարկին, թե չէ, եւ ձեր առաջարկին նույնպես ինքը տեր կանգնում է։ Գերակայության կայացումը, հա, չպետք է դրվի ժողովրդի վրա, դուք ձեր գործը մի կողմ թողնելով, երբ որ ձեր հենց առաջնորդն է խոսում այն անհաջողության մասին, որը կապված է դատական իշխանության։ Ես հիմա օրենքի գերակայության իրավական հարցերի մասին չեմ խոսի, նախ որտեղ մասնագետ չեմ, երկրորդ որովհետև ես կարծում եմ, որ վարչապետը ավելի վատատեսական է տրամադրված մեր դատաիրավական համակարգի նկատմամբ, քան ես որովհետև ավելի տեսնում եմ, որ ոնց դրական փոփոխություն կա, ինչ որ բաներ խնդիրներ կան, ընդ որում ես էլ
չեմ այդ իրավատեխնիկական մասը տիրապետում իմն էլ է այդպես ավելի շատ քաղաքացիական զգացողություն մյուսներին էլ հա ոնց որ իհարկե մենք ավելի մոտիկից ենք աշխատում ավելի շատ բան գիտենք բայց մեկ այդ ավելի շատ զգացողության քան մասնագիտության մակարդակում է եւ եթե անհրաժեշտություն լինի ես այդ զգացողությանս հիմքերի մասին առանձին կուզենամ խոսել բայց չեմ կարծում թե այսօրվա խոսակցությունը դրա ոնց որ հարմար է դրա հետ կապված եւ ես կարծում եմ որ իմ տպավորությամբ այս նախընտրական տրամաբանության մեջ էլ իմ տպավորությամբ քաղաքացիները այնուամենայնիվ թույլ չեն տալու որ իրենց որոշման իրենց լռության չմասնակցության կամ տարօրինակ որոշումների արդյունքում Հայաստանի հետ տեղի ունենան ու ճիշտ նույնը ինչ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ որովհետեւ ես տեսել եմ ինչ ոնց տեղի ունեցավ հա մեր բոլորի աչքի առաջ էր ես գրեթե այդ ամբողջ ընթացքում ուղիղ եթերով իրենց քաղաքական խոսույթին հետևել եմ էլի այդ 22 21 22 23 թվականի այն ինչ որ տեղի էր ունենում այդ մարդկանց հետ եւ ես նկատում եի թե ոնց են իրանք ժողովրդին դուրս թողել այդ process-ից քաղաքական էլիտաները ու ժողովուրդն էլ կարծես չուզենար մասնակցել, ասում են թե դուք ոնց որ ավելի խելոք եք, գնացեք դուք որոշեք ինչ է լինելու երկրի հետ ու իրանք սխալվեցին այդ հարցում հասկանում եք, եթե ժողովուրդը վեր կենար ասեր, չէ դեր որոշումների հիմարություն են, հնարավոր է որ իրանց հետ տեղի չունենար այն ինչ որ տեղի ունեցավ։ Ես կարծում եմ որ այսօր հիմա Հայաստանի ժողովուրդը պետք է ուշադիր նայի եւ չկրկնի այն ինչ տեղի է ունեցել, որովհետեւ եթե դուք կհիշեք այդ միջավայրը կհիշեք այդ մթնոլորտը 23 թվականին ինչ էր տեղի ունենում, ասում էին այս իշխանությունները պատրաստում են Աղդամի ճանապարհը հանձնել, չգիտեմ, բացել, պետք է իրանց հեռացնել, մի քանի ամիս շարունակ ասում էին, որ պետք է Արայիկ Հարությունյանին հեռացնեն, քանի Աղդամի ճանապարհը չի բացել։ Ինչ արեցին, հեռացրին, եկավ այդ նորընտիր նախագահը, որին մինչև այդ երբ ոչ ոք չէր ճանաչում, հաջորդ օրը որոշում կայացրեց Աղդամի ճանապարհը բացել, այն մյուս օրը տեղի ունեցավ Եվլախի պատմությունը։ Այսինքն ես այնքան եմ նմանացնում, ես չգիտեմ, դուք տեսնում եք այդ, այն որ ասում են, մեղրին հանձնում է, այնքան նման է այդ ամեն ինչը իրան, որ իրանք մեղադրում են մի բան, ինչ իրանք պատրաստում են անել, եւ 3 օր է տևելու այդ հատուկ օպերացիան, էլի, եթե իրանց իշխանություն հասնի։ Եվ վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը пассив չի նստելու հետևի թե ոնց են իրանց երկիրը տանում կործանում, որովհետեւ սա այս երկրի ժողովուրդը իր երկրի սեփականության զգացում ունի եւ դա շատ լավ է։ Ընդ որում այդ իշխանության աղբյուրն է ժողովուրդը, չէ՞։ Ընդ որում դա ամեն քայլը փոխի երևում է, էլի, այդ ուժեղների ուժեղ հանրահավաքից եւ ուժեղ արհեստական բանականությունից ուժեղ ընտրակաշարքից սկսած մինչեւ չգիտեմ, արդեն այդ հարցումները նորանոր եկող այսօր չգիտեմ ավտոերթը ես վստահ եմ դուք ձեր նկատմամբ եք որ փողոց դուրս գաք քայլեք դուք կզգաք այդ բանը քաղաքացիների պատրաստակամություն քաղաքական ներգրավվածության ընդ որում իրենց միշտ մեղադրում են որ դուք ապատիկ եք դուք նեյտրալ եք դուք չեք հետաքրքրում քաղաքականության բայց Հայաստանի ժողովուրդը ունի կոնկրետ քաղաքական կողմնորոշում եւ այդ կողմնորոշումը դեպի քաղաքություն է գոնե այն է որ հասարակության մեջ այսպես ակնհայտ ոնց որ ֆիզիկայի լեզվով ասած գալվանիզացիա է տեղի ունենում։ Եվ ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրելու, որովհետև ինչ որ բանից դուրս գոհեն չեն գնալու այդ պատերազմի ուժերին ընտրելու, գնալու են ուրիշ խաղաղության ուժերի ընտրելու։ Եվ ես երբ որ սա ասում էի ժամանակին բանի կապակցությամբ Երևանի ընտրությունների կապակցությամբ, որ մեզնից գնացած ձայները չեն գնալու բան այդ չգիտեմ, այնտեղ բաներ, չէ՞, ռուսական ալիքներից մեկի եթերում Հայաստանի վրա գործ տվող մեկներ, էլի բանանում, չգիտեմ, այդ բառը կարելի է, Հայաստանի վրա ռուսերենով ինչ որ բաներ ասող մեկին էր առաջադրված տեխնատուն, որում սա ոնց որ այդ 3 կուսակցություններից մեկի ցուցակում կա էլի այդ մարդը։ Դա լավ դասավորվել է։ Հենց են դասավորվում, հիմա որ խաղանք դուք ինձ ասեք կարաս ասես որ ցուցակում է, չեմ կարողանա կրկնեմ այդ խաղը։ Այդ մարդը ու ակնհայտ էր էլի վերջնարդյունքում, ասենք չգիտեմ, երկրորդ տեղը Հայկ Մարությանն էր, երրորդ տեղը բանն էր, դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցություն, ասենք ուր ասես կարան գնան այդ ձեները, բայց ոչ այդ պատերազմական Հայաստանի դեմ գործող հակապետական ուժերին, եւ ես կարծում եմ, որ առաջիկա իմ զգացողությունը, իմ քաղաքական զգացողությունից թույլ է տալիս կանխատեսել, որ առաջիկա խորհրդարան շատ ավելի բազմազան է լինելու եւ շատ ավելի փոքր ուժեր, փոքր քիչ ձայների քանակով անցնելու են, քան նախորդի եղել, որովհետեւ ես այդպեսի բևեռացում, ինչպեսին նախորդի ժամանակ է, թե նախորդ անգամ ընտրողների 80%-ը կամ մեզ էր ընտրել կամ Քոչարյանին։
Հիմա ես այդպիսի բան զգացողություն չունեմ, էլի, որ այդպես բևեռանալ է։ Դիխոտոմիան, հա, այսպես։ Այս թվում է նրանք, ովքեր մեզ չեն ընտրելու, իրանք ավելի բազմազան որոշումներ են կայացնելու եւ դրա արդյունքում խորհրդարանը ավելի բազմազան տեսք է ունենալու, իսկ եթե այնուամենայնիվ այդպես ոչ ճիշտ ասած ես չեմ զգում, որ այդ ուժեղները բան են, էլի քաղաքականապես ուժեղ են, իսկ թվում է իրանք ուժեղ են մենակ փողից։ Այսինքն այդ մարդը ինչով է հայտնի այս աշխարհում։ Ասենք այդ մարդը որ բան է, էլի իրաց պոտենցիալ վարչապետ տեխնազունը բանով նրան որ փող ունի։ Երբևէ լսել եք որ ինքը խելքով հայտնի լինի, չգիտեմ, ուրիշ բանով հայտնի։ Ասենց ասենք Քարոզարշավի ժամանակ տարբեր առիթներով ինքը կպատմի մեզ։ Չէ, իրական ոնց որ իր միակ հայտնի այդ բանը այնա որ ինքը փող ունի, այդ փողերի կապակցությամբ էլ աշխարհի տարբեր անկյուններում քրեական գործեր ունի իր վրա շալակած, փողերի լվացման հոդվածներով տարբեր ցուցակներում է հայտնվել, սկսած պետդեպից, չգիտեմ, ամերիկյան հատուկ ծառայություններից եւ այլ այդ ցուցակներում, որտեղ որպես աշխարհի top փող լվացողների ցուցակներում է հայտնվել, չգիտեմ, Եվրամիությունում իր վրա քրեական ծանր քրեական գործ կա, Ֆրանսիայում էլի Եվրամիության տարածքում է Ֆրանսիան ու այդ վիլայի հետ կապված ես չգիտեմ արդյոք ոնց որ լավ կլինի որ լավ հետաքննություն անցկացվի կարծես թե իրական սեփականատիրոջ հետ կապված հարցեր կան ու շատ հետաքրքիր սեփականատեր մի քանի 100 միլիոն դոլարի փողերի լվացման ծանր բան կա իր վրա չգիտեմ, էլի այդ բան այդ քաղաքացիությունների այդ կաշան ինչ որ խառը պատմություն է, էլի ասենք ինքը Հայաստան Կիպրոսի անձնագրով դատի է տվել, հիմա ասում է Կիպրոսի անձնագրից պիտի մի օր հրաժարվեմ, դու ոնց կարաս քո կապիտալից հրաժարվես, երբ որ կապիտալը տեսել վիճարկում այդ անձնագրով ապարշի, որ դու կապիտալի եւ քաղաքացիության միջև Հայաստանի միջև կընտրես կապիտալ հրաշալի, պահա ցույց տալու թե ոնց է ինքը ընտրելու կապիտալը։ Շատ շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար ձեզ բարի երթ եւ մինչ նոր հանդիպում։ Շնորհակալ։ Ամենք զրուցեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության անդամ Թագոհի Ղազարյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված ձևավորված քաղաքական պահի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։